Գյումրիին սպասող ընտրություններին ընդառաջ բավականին կոշտացել է վարչապետի այսպես խոսքը, երեք Գյումրիում այսպես նորից անդրադառնալու դիմադիր տեխնացուներին, աղմեկներ են եւ այլն, եւ այսօր էլ հավանաբար անդրադառնալով նաեւ դիմադիր ուժերի միջև այս տարաձայնություններին գրառումներ է արել, ընտրացողցարար ու պատորներ, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության վերողներն ինչի համար են ձեզ իշխանության բերել Հայաստան, դուք դա չեք ասի, ես ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես, այսինքն այդ թեզն է տանում, որ ինքը այսպես Հայաստանի ինքնիշխանության այսպես պահապանն է։ Ինչ կարող եք ասել այդ մասին, այսինքն ինչու է այսպես նախընտրական շրջանում, Գյումրիում, որտեղ շատ կարևոր է նաև ԿԽ-ի համար, այսպես են նաև ասում, այսպես շատ նորից փոխել խոսքը, նորից էլի հիշել Ալան, այսպես նախկիների Թալանաձը հետ բերել եւ այլն։ Այս թեման ինչու է Փաշինյանը հիմա այսպես ակտիվացրել եւ արդյոք մտահոգություն ունի, որ Գյումրիում կարող են իրենք տապալություններ գրական։ Եվ սա նորից կաշխատի այս թեզը, այս 7 տարի հնչող այս թեզը լափաման օդային բառը, կաշխատի մենակ նրանց համար, ովքեր սեփական վերլուծությունը չեն իրականացնում, սեփական աչքերով չեն ուզում տեսնել իրականություն, այլ դա ուզում են տեսնել Փաշինյանի աչքերով։ Հասկանում եք, Փաշինյանին թվում է, թե մի 6 տարի առաջվա, 7 տարի առաջվա կարգավիճակում է, որ մարդիկ հալած յուղի տեղ էին ընդունում իր բոլոր ասածները։ Ինքը շատ էլ լավ հասկանում է, որ այդ իրավիճակը փոխվել է, բայց իրան թվում է, թե միակ իր հաղթական արգումենտը այն է, որ բոլորին սևացնի, բոլոր մեղքերը բախտի նախկինների վրա եւ դրանով խուսափի իր անձնական պատասխանատվությունից։ Բայց հայ ժողովուրդը արդեն 7 տարի ապրում է իր օրոք եւ ձևավորվել են դժգոհություններ, որոնք բացարձակապես կապ չունեն նախկինների հետ, բացարձակապես։ Ինքը այդ հեքիաթները, որ պատմում է, իբր թե նախկին իշխանությունները անկախությունն են մեր սակարկել կամ հաշվին են ինչ-որ գործողություններ արել, պետությունն են փլուզել, մի մարդ ասում, որ անկախությունից բան չի թողել։ Պետությունն այսօր հարվածների տակ ամեն կողմից մի վիճակ է եղել մինչև իրեն, մինչև 18 թվականը, երբ հայկական վերահսկողության տակ եղել է 42,000 քառակուսի կիլոմետր տարածք, դա փաստ է, հայկական վերահսկողության տարածք է եղել դա։ Հիմա մեր 29,743, որը ինքը հայտարարում է, էդ էլ չունենք։ Եվ հայտնի չի այս ամեն ինչից հետո այդ իր վարած քաղաքականությունից ընդհանրապես ինչ կթողնեն մեզ։ Երբ որ Ադրբեջանի նկարտումների մասին, երբ որ իրեն ասեցինք, սահմանադրությունն են ասում փոխի, դու ինչի՞ չես ասում, որ իրենք սահմանադրությունն իրանց փոխեն, եւ քանի չեն փոխել, այդ արևմտյան Ադրբեջան խոսույթը չի վերանալու, որ իրենք են վերլուծել, չէ, ասել են Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ժառանգորդն է հանդիսանում այսօր Ադրբեջանը, որը ենթադրում է մեր տարածքներից 60%-ի ուզուրպացիա, 60% վերցնել եւ 60% յուրացնել։ Այսինքն ինքը գիտի, որ այդ վիճակի մեջ է բերել այս երկիրը։ Այդ նույն Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ժառանգորդը չէր այսօրվա Ադրբեջանը, երբ որ նախկինների մոտ ձևի հարց անգամ էին կարա դնեին։ Նախկինների մոտ դրել են հարց սահմանադրությունը փոխեք, նախկինների ժամանակ հարց են դրել հռչակագրից հրաժարվեք։ Ո՞վ է խոսում անկախությունից։ Այդ նախկիններն այնքան ամուր են եղել, որ այդ հենց հռչակագրով շարունակել են բանակցությունները եւ ստիպել են հաշվի նստել հենց նույն հռչակագրի հետ։ Ինքը կարողանում է դա անի։ Ինչ անկախության մասին է խոսում։ Եթե ինքը վերացրեց հիմքերը մեր անկախությունից բան չի մնալու։ Իր պատկերացրած իրական Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է։ Սա է իրականությունը։ Քանի հայ ժողովուրդը դա չի հասկացել, ինքն եկավ ասելով ամենաշատը ես եմ Արցախի համար արել, չեք հիշում։ Ինչ եք դուք Արցախի մասին խոսում։ Ամենաշատը հայ ես եմ Արցախի համար արել, ինչ որ թվեր էր բերում, օժանդակություններ եւ այլ, բայց իրականության մեջ այսօր Արցախ չկա։ Ո՞ւմ է պետք քո արածը, եթե Արցախ չկա այսօր, գոյություն չունի։ Նույնը խոսում է Հայաստանի մասին, 29743-ի մասին։ Այսօր այդքանն էլ չկա, վաղը չգիտենք ինչ կմնա,
եւ Հայաստանը այս ծրագրով դառնալու է կցորդը Թուրքիայի։ Սա իրականությունը։ Այդ մնացածը ճամարտակություններ են Գյումրիում ինքը այո տեսել է, որ իրավիճակը փոխված է։ Այո, այնտեղ մեծ դժգոհություն ունի։ Եվ ստեղ է նաև մեր օրինակ մոտեցումը դա, չէ՞, տեսեք մենք մեր թեկնածուն չենք առաջադրել։ Դաշնակցությունը հայտարարությամբ հանդես եկել, ասելով, որ իր համար կարևոր է այս իշխանությունների հեռացումն է, եւ դա կարող է այո մեծ թափ ստանալ հենց Գյումրիից։ Այսօր բոլորը պետքա դրա վրա կենտրոնանան, այլ ոչ թե իրար բզկտեն, կենտրոնանան դրա վրա եւ ամեն ինչ անեն, որ այս իշխանությունները օր առաջ հեռանան հենց Գյումրիում առաջի այդ հաղթանակը ընդդիմությունը արձանագրի։ Եվ դրա կանխելու ձևը իր այդ ոչն է, հայ-հոյա խառը, մարդկանց վարկաբեկելու։ Ես ասեմ, հիմա դրանից ես այդքան չեմ էլ ազդվում, ընդհակառակը, ես կարծում եմ դա շատ լավ է, ինչքան այդ ոճով խոսա, այնքան Գյումրիի ժողովուրդը լավ կհասկանա, թե ինչի է պետք սրանցից օր առաջ ազատվել։ Մանավանդ ասում եմ, այդ 7 տարվա անցած պատմությունն իրանց աչքի առաջ ունենալ։ Գյումրիի ժողովուրդը այդ ժողովուրդը չի։ Ինքը շատ լավ գիտի, այս ասածների տակ ինչա թաքնված, ինքը իրականում ինչ պետք է անի, որ իր Գյումրին ծաղկի եւ երբ է ծաղկել եւ սրա օրոք ինչ ա եղել։ Այսինքն, այս կարծում եմ հուսահատ ճիքեր են իր վարկանիշը անգրող վարկանիշը փրկելու։ Իդեպ ժողովրդավարության բաստիոնը հայտարարված արժեքներից մեկն է ժողովրդավարության բաստիոնը, ասեմ, որ միջազգային տարբեր մարդու իրավունքների տարբեր զեկույցներում Հայաստանը շարունակում է մնալ, ինչպես եւ նախ ժամանակ կիսահիբրիդային, կիսաավտորիտար երկիր, ինչպիսին էր մինչև հեղափոխությունը, այսինքն որևէ ոլորտի եւ իրենց համար բրենդային դարձած անգամ ժողովրդավարությունը այնքան այլասերվել, ոչ միայն իշխանությունների ճյուղերի միջև տարանջատման, տոտալ բացակայության եւ մեկ մարդու ձեռքում կենտրոնացման առումով, այլև առհասարակ շարունակում է Հայաստանը միջազգային իրավունքների վերաբերյալ զեկույցներում մնալ կիսահիբրիդային, կիսաավտորիտար երկիր։